Ձմռան մոտենալուն զուգահեռ Երևանում քայլելը առողջության համար ավելի վտանգավոր է դառնում։ Սովորական դարձած փոշուն գումարվում են այրված տերևների արտանետած գազերը, սառը օդի կուտակումը։ Հենց երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ վառված տերևների արտանետած գազերը ավելի վտանգավոր են, քան շինարարական աղբը։ Հիմա այսինքն քաղաքացիների միակույսը մնում է քամին կամ սպասվող թյունը։ Սրվում է խնդիրը հենց ձմեռվա ամիսներին եւ մասնավորապես նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում, պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես օրինակ Ճամբարակում խոշոր հրդեհներ էին տեղի ունենում, բայց իհարկե խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են եւ ուզում եմ շատ հստակ արձանագրել այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Երեկվա տվյալներով օդի աղտոտվածության մակարդակը Ավանառինջում 708 բալ էր։ Այն ամենաբարձրն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Մեր նկարահանման պահին ամենաբարձր ցուցանիշը էլի Առինջում է 527։ Տարվա այս եղանակին շատերը վառելափայտով են ջեռուցում իրենց տները։ Ավինյանի խոսքով, երբ դրան զուգահեռ բակերում տերևներ ու աղբ են այրում, աղտոտիչները երկար ժամանակ մնում են օդում, ու այդ օդը մենք շնչում ենք։ Տեսեք, օրինակ վերջին նոյեմբերի 18-ից սկսած մինչև 3 օդի աղտոտված օդի մեջ մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան որոշակիորեն աճում է, եւ եթե նախորդող շաբաթների ընթացքում մենք չունեինք սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցում, արդեն նոյեմբերի 18-ից սկսած որոշ հատվածներում ունենք քաղաքի որոշ հատվածներում ունենք սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից արդեն գերազանցում։ Հիմա տարբեր մեթոդներով չափում են օդում փոշու ու տարբեր տարրերի կոնցենտրացիան։ Համացանցում տարածված է փոշեկուլի անցքը անձեռոցիկով փակելը ու որոշ ժամանակ միացնելը։ Սա իր գիտական տարբերակը ունի։ Նախորդ կշռում ենք մաքուր ֆիլտրը շերքով ու 4 նիշի ճշգրտությամբ ուղարկում ենք նմուշարման, այստեղ նույնպես պոմպի միջոցով է օդը կլանվում, ծավալն ենք հաշվի առնում, վերջնական արդյունքում արդեն նմուշարված օդից կլանված փոշին մենք կշռում ենք նորից կշերքով ու մաքուր եւ արդեն նմուշարված ֆիլտրի վրա արդեն ծավալից ելնելով նորից գրանցում ենք օդում փոշու պարունակությունը միլիգրամ մետր խորանարդով։ Մասնագետի խոսքով ցրտերի հետ սառը օդը մնում ու կուտակվում է Երևանում ու ամբողջ Արարատյան գոգավորությունում։ Օդի տուրբուլենտականությունը ու քամիները դադարում են, ինչի հետևանքով մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը խտանում է։ Անի Հովհաննիսյան, Վարդան Պողոսյան, Էդգար Գուլոյան, Ռեոփան մեդիա։